Առաջինը թիվը սկսեց կտրուկ ավելանալ, որովհետև նախկինում նմանատիպ գործողություն իրականացնող անձինք պատասխանատվության չենթարկվեցին։ Երբ 19 թվականից սկսած մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել գործերը ոստիկանության բռնությունների հետ կապված, ակնհայտ էր, ես չգիտեմ ինչպես իմ այլ իրավապաշտպան գործընկերները դա չէին ուզում տեսնել դեռևս 19 թվականին, բայց ակնհայտ էր, որ դա պիտի ունենա միայն մի պատճառ, որպեսզի ինչ որ իրավիճակում այդ գործողությունները, այդ բռնությունները, ճնշումները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը հրահանգվի այդպիսի վերաբերմունք դրսևորել քաղաքացիների նկատմամբ եւ դա այսպես պրեցեդենտ նախադեպ չունենա պատասխանատվության ենթարկված մարդկանց աչքի առաջ ունենալու, որտեղ ես չեմ կարծում, որ եթե ոստիկանները աչքի առաջ ունենային պատասխանատվության ենթարկված իրենց գործընկերներին, որոնք խոշտանգել էին, որոնք բռնության են ենթարկել քաղաքացիներին եւ պատասխանատվության են ենթարկվել, մարդիկ դժվար թե հաջորդիվ այդպիսի ջանասիրությամբ խոշտանգեին կամ անմարդկային վերաբերմունք դրսևորեին քաղաքացիների նկատմամբ։ Սրա պատճառը մեկն էր, որովհետև որևէ մեկը չպատժվեց։ Նպատակը որն է, հնարավորության դեպքում այս իշխանությունները կարծում եմ եւս անմասն չեն լինի օգտագործելու այդ գործիքը ճնշումներ գործադրելու համար։ Սա ցավալիորեն այս իշխանությունների բանը չի, այսպես բացահայտումը չի, իրենց հորինածը չի, սա ցավալիորեն ունի շատ հին պատմություն, 30 տարուց ավել մենք ունենք այդ գործիքը ոստիկանությունը որպես ճնշումների գործիք եւ այն դեռ ցավոք սրտի օգտագործվում է։ Շատ կարճ ժամանակ կար 18 թվականից հետո, երբ այդ գործիքը չօգտագործվեց, երբ ոստիկանությունը գործում էր շատ ողջամիտ, շատ adekvat, համաչափ իր գործառույթներին համապատասխան, իդեպ այդ ոստիկանություններ, որը որևէ կերպ դեռ չէր այսպես կոչված բարեփոխվել, փոփոխությունների ենթարկվել, նոր կադրերով համալրվել, սա այն հին պապական ոստիկանություններ, որը շատ լավ փորձում էր, բայց պարզվեց, որ երբ ոստիկանությունը չունի նման դաբրո, չունի երաշխիք, որ ինքը պատասխանատվության չի ենթարկվելու, ինքը խելոք գործում է, հենց որ դաբրո ու երաշխիք է ստանում, որ կարող է անել ամեն ինչ, քաղաքական իշխանություններից ստանում է այդ դաբրոն, ինքը սկսում է գործել ուղիղ այնպես, ինչպես որ ինքը նպատակահարմար է գտնում։